Ձեզ կներկայացնենք կանանց պարային անսամբլի Հանրապետության կուլտուրայի վաստակավոր գործիչ Սուրեն Գյանջումյանին Այսպես հարյուրավոր անգամներ հնչում էր հնչեղ անուն ազգանունն ու երեկոյի հաջողության բեռով հպարտ կարճատև հայտնվում էր բեմում վաստակելով ամենաբուռն ծափերն ու հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, գնահատանքը, արժևորումն ու հարգանքը Արագաշարժ ու առույգ, կտրուկ շարժ ու ձևով, ակտիվ, միշտ մարզական ու կենսուրախ, անմիջական ու սիրառատ ժողովրդական արտիստը, ով հիրավի ժողովրդականություն էր վայելում ու ճանաչելի էր Երևանին, երևանցու իր պատվախնդրությամբ, Երևանին պատվաբեր հանդիսացած Երևանի պատվավոր քաղաքացին, հիշատակման արժանավորը Երևանում իր իսկ տան պատին ունեցավ վավերացումը, ըստ որի ապրել ու ստեղծագործել է ինքը։ Նա ում երախտապարտ են հազարավոր հանդիսականներ, պարարվեստի սերունդներ, ազգականներ, գործընկերներ, բազում սաներ։ Մեծարանքի ու արժևորման խոսքերն ուղեկցվում էին հպարտությամբ, քանզի ճանաչել ու վայելել են անվանի մարդու մտերմությունը։ Ու կրկին ծափեր։ Կարծես բեմելն էր նրա հիշեցնում ու կրկին ծաղիկներ արտիստիկ ժողովրդական արտիստի։ Նաև ավանդական խմբանկար վարպետի հետ։ Սուրեն Գյանջումյան Նա իր վաստակի գնահատանքից գոհունակ էր։ Այո, չնայած դժվարին մանկության ու բարդ երիտասարդության, իր ներդրումը պարարվեստի ասպարեզում նկատվեց թե խորհրդային, թե անկախ Հայաստանի պատկան կառույցների կողմից։ Անթաքույց հպարտ էր իր և իր ղեկավարած կոլեկտիվներով, մեդալներով, դափնիներով ու մրցանակներով և ոչ մի անհարկի կոկետություն բարձրաձայնում էր, ոգևորվում, հիշում, պատմում, ներկայացնում։ Ինքնաբավ արվեստագետը նաև չէր խորշում հոբելյանական երեկոներից, կազմակերպող ստեղծագործական համերգներից, որովհետև համարում էր հրաշալի առիթ յուրայիններին, երբեմնի սաներին իր պարախմբի տարբեր սերունդների ներկայացուցիչներին կրկին ու կրկին մեկտեղելու, ուր ոգևորությունն ու խինդը դառնում էր ամենքին ապրեցնող, իսկ ինքնաբուխ բեմելներն ու պարերը տվյալ պահին հիշողությամբ վերականգնելով պարին մաս կազմելը դառնում էր իրական տոն ու հրավառություն բոլորի համար։ Սերը իրենց վարպետին ակնհայտ էր, համախմբվում էին իր շուրջն ու այսօր էլ կարծես ավանդույթը շարունակվում է։ Իսկ ովքեր են շարունակողներն ու մեծարանքով հիշողները։ Պարզ մարդիկ, արվեստի սիրահարներ, ովքեր հավատացին ու վստահեցին իրենց գեղարվեստական ղեկավարին, գործեցին ու մի ամբողջ կյանք միասին ապրեցին։ Ապրեցին մի վերնագրի բառի ներքո՝ Կանանց անսամբլ, որն արդեն 60 տարեկան է։
Այո, 60 տարիներ առաջ Քանաքեռի այլմինագործների գործարանում հասարակական սկզբունքով ձեռնամուխ եղավ հիմնելու ինքնագործ պարախումբը, որն հետագայում պիտի պատվաբեր լիներ ոչ միայն գործարանին, այլև ողջ հանրապետությանը։ Պարախումբ հիմնելու փորձառություն Սուրեն Գյանջումյանն ունեցել էր դեռևս 50-ականներից։ Երևանի էլեկտրական ճշգրիտ սարքերի գործարանում հիմնել էր ժողովրդական բարի համույթ, երկաթուղային մշակույթի կենտրոնում, 58 թվականին Երևանի առևտրի տանը, մանկապատանեկան եւ երիտասարդական պարային համույթներ, 1960 թվականին սովետական երկրում կուլտուր լուսավորչական աշխատանքին միտված ամենատարբեր գործարաններում ու ձեռնարկություններում արմիությունների ներքո մեկնարկեց մշակութային կառույցների ձևավորման գործընթացը։ Քիչ չէին անվանի մարդկանց արվեստագետների այց հանդիպումներն ու շփումները բանվորների ու աշխատավորների հետ։ 1965 թվականին Սուրեն Գյանջումյանը հիմնում է ժողովրդական կոլեկտիվ «Կանազ» պարային համույթը։ Մինչև պարախմբում ղեկավար հանդիսանալը պարի մեծ սիրահար երիտասարդ Սուրենը հանդես էր եկել Երվան Սահարունու անվան երգի պարի անսամբլի կազմում։ Ընդգծված արտիստիզմով ու բնատուր օժտված մենապարողը փայլում էր իր անսահման էներգետիկայով, զգացմունքայնությամբ ու պարաշարժումների յուրօրինակ մեկնաբանմամբ։ Շուտով, որպես մենակատար, հանդես է գալիս բազմաթիվ բեմերում։ Նրա կերտած պարային կերպարներն ու հերոսները հիշարժան էին ու առանձնանում էին կատարողականով։ Հետպատերազմյան զրկանքներով անցած ու 10 տարեկանից անհայր մեծացող պատանին պիտի շուտապույտ արեց սովորել ու աշխատեր, ընտանիքին օգնել էր պետք։ Թեպետ արհեստակցական ուսումնարանում սովորելիս էլ սկսում է պարել գործող պարախմբում։ Մասնագիտությամբ խառատին, պարարվեստը ձգում էր։ Սակայն ինքնուսուցման պարարվեստի գաղտնիքները յուրացնելով ու փոխանցելով աննար կլիներ հավակնություններով ձևավորված պարախմբին ղեկավարելը։ Ուստի Կանազի հիմնումից 1 տարի անց հեռակա կարգով ընդունվում ու ավարտում է Լենինգրադի պարուսույցների արմիութենական բարձրագույն դպրոցը։ Կանազը դարձավ իր անշեղելի սերը։ Իր գործունեության հիմնական ու գագաթնակետային դրսևորումը։ Սկսվեց բարդ աշխատանքային հետաքրքիր ու հեքիաթային ընթացքը։ Բեմադրություններ, փորձեր, ջանք, նվիրվածություն, այն ամենը ինչ պարտադիր էր բեմարվեստում ներկայանալիության համար։ Առաջին համերգները շոկային էին հասարակության համար, քանզի պարողների որակն ու բազմաշերտ պարացանքը քիչ էին տարբերվում հանրապետությունում գործող պետական պարախմբերի պարացանքից։ Կարծես հայտնվել էր մրցակից պարախումբ, որը հետագայում, այսպես ասած, դոնոր էր հաճախ հանդիսանում պետական արդեն հեղինակավոր պարախմբերի համար։ Շատ պրոֆեսիոնալ պարողներ են դուրս եկել Կանազից, մեր երկի Պարի Թաթուլ Արտունյանի անսամբլում, Պարի պետականում, ինքնագործ խմբերի մեջ ամենաշատ պրոֆեսիոնալ պարողներ տվել է Կանազի Դարբնոցը, Գյանջումյանական դպրոցը։ Կանազի իր որակով բարձրացել էր բավական լավ մակարդակի եւ իզուր չէր, որ Կանազի պարախմբի որոշ պարողներ լրացրեցին Պարի պետական անսամբլի կազմը եւ նույնիսկ մենապարողներ էին, լավ անսամբլ էր, բավական կազմով ուժեղ։ Հմուտ ու հեռատես մանկավարժը, գիտակցելով իր լավագույն պարողների հնարավոր շարժի փաստը պետական անսամբլներ, ավելի ուշ հիմնեց Գարուն մանկապատանեկան համույթը, բեմադրելով տասնյակ պարեր ու պարային ներկայացումներ, որոնք զվարճալի էին տոնական ու պատանեկան ակտիվությամբ։
Գարունն ու Պիոներ պալատի մի շարք խմբեր գործում էին միաժամանակ, որոնցում աճած լավագույնները տեղ էին գտնում կանազի ռեզերվում, ապա հաստատուն քայլերով մուտք գործում այնքան պատվաբեր կանազ համույթ։ Ինչքան օգտակար եղավ կանանց բարի անսամբլը, որտեղ ընդունվելու համար քաղաքի որ ծայրից ասես երեխաներին ծնողների ձեռքը բռնած բերում էին Գյանջիմյանի մոտ, ասում էին ես ուզում եմ իմ երեխան կանազի անսամբլի այդ պարողների նման պարող կամ պարուհի դառնա։ Ծնողները լավ գիտեն, որ եթե այդ հասակում ու անչափահաս անգամ երեխաներ կային, որ գնում էին արտասահման, գիտեին, որ Գյանջիմյանը այնպեսի այնտեղ հսկողություն վերաբերմունք է, որ իրենցից ոչ պակաս։ Իրականում դժվարությամբ էր կանազի հիմնական կազմ ընդունում թեկուզ իր իսկ ստեղծած պատանեկան ու ռեզերվ հանդիսացող խմբերից պարողների։ Գյանջումյանը պարողի ունեցած հմտություններից զատ շատ կարևորում էր արտիստիզմը, հմայքն ու ժպտալու ունակությունը։ Պարողի ամենամեծ զենքը հայացքն է, նա պետք է հայացքով էլ բարի։ Անչափ կարևորում էր աղջիկների հմայքը։ Բեմադրությունների զգալի մասը կանանց խմբապարեր ու մենապարեր էին։ Երջանկահիշատակ Վանուշ Խանամիրյանն միշտ ասում էր Սուրիկ, այդ ո՞նց ես ընտրում այդ աղջիկներին։ Մեր աղջիկները միշտ իրենց գեղեցկությամբ, իրենց կեցվածքով, իրենց սլացիկությամբ միշտ աչքի են ընկել։ Մեր ասամբլում բոյով աղջիկներ շատ կային ու գեղեցիկ տեսքով պարոն Գյանջիմյանը բավականին լավ էր ընտրում էր եւ ճաշակ ուներ։ Պարոն Գյանջիմյանի, ասենք, մի գլխացավանքը դա էր, որ սիրուն աղջիկներին էր ինքը ընտրում ու գալիս էր մի ժամանակ, որ այդ աղջիկները արդեն հասունանում էին։ 1985 թվականի Մոսկվայի ֆեստիվալից հետո 12 աղջիկ ամուսնացան մի անգամից։ Դա բնական է, որ պետք է խանդեր։ Եթե այդ աղջիկներին ինքը մեծացրել էր ու հասցրել էր, ասենք, այն տարիքին, որ պետք է ավելի լավ պարեին ու ավելի լավ ցուցադրեին, այդ աղջիկն ասում էր, ես չեմ կարող գամ, որովհետև ամուսնանում եմ։ Ու վերջանում էր դրանով։ Ժլատ էր իր պարողներին գովեստի խոսքեր հնչեցնելիս, շարունակ պահանջկոտ, միաժամանակ արդարացի խիստ ղեկավարը այլընտրանք չուներ, քանզի բազմաթիվ հյուրախաղերի մեկնող կոլեկտիվը պարտավոր էր արտերկրում լինելու կանոնակարգված, կարգապահ եւ ինչու՞ չէ նաեւ զգուշավոր։ Չէ՞ որ նրանք ԽՍՀՄ պատկան մարմինների կողմից խիստ հսկողության ներքո էին ու հետևական մի շարք գործիչներ երբեմն ուղեկցում էին պարախմբին իբրև պարախմբի ադմինիստրատիվ կազմ։ Կազմակերպված կոլեկտիվը անխոչնդոտ ու առանց որևէ խնդրի տարիներ շարունակ ունեցավ շրջագայություններ սովետական Հայաստանի շրջաններից տեղափոխվելով արտերկիր։ Ավելի քան 40 երկրներում հանդես եկան մշտապես վերադառնալով հաղթանակած, հպարտություն ներշնչելով Սփյուռքին, զարմացնելով օտարազգի հանդիսականին։ Կարևոր չէ թվելն անգամ երկրների ու քաղաքների անունները, որտեղ հայկական մշակույթը գյանջումյանական ձեռագրով դառնում էր լրագրերի, ամսագրերի ու հեռուստալիքների հիացական մեկնաբանման նյութ։ Մշակույթի պալատ հանդիսացող երբեմնի ակտիվ ու ստեղծագործական կոլեկտիվներով առատ այս շենքը հանգրվանն էր համույթի։ Այստեղ երևանյան այս գողտրիկ ճարտարապետական հիանալի լուծումներով մշակութային տանն էին փորձերն ու բեմելները, պրեմերաներն ու համերգաշարերը։ Այն համույթի հստակ ու ամրագրված հասցեն էր ճանաչելի բոլոր երևանցիների կողմից։ Քանաքեռի ալյումնի գործարանը շատ հարուստ գործարան էր եւ այն ժամանակ մեր մշակույթի պալատը իրոք իր կահավորանքով չէր զիջում, անկեղծ չէր զիջում օպերային թատրոնին, կանազի մշակույթի պալատը եւ տնօրինությունը գործարանի ամեն ինչ անում են, որպեսզի
հնարավորինս պայմաններ ստեղծեին բարի խմբի համար, սկսած տարազներից, վերջացրած բոլոր պայմանները աշխատում են։ Այն ժամանակվա համեմատ ես համարում եմ, որ բավարար պայմաններ են։ Բեմից դուրս հրապարակներն ու հարթակները բեմ դարձրած համույթը հանդես էր գալիս ամենատարբեր ու խիստ պատասխանատու միութենական, պետական, հանրապետական ու քաղաքային միջոցառումներին, մշտապես հմայք բերելով մշակութային տվյալ իրադարձությանը։ Շատ հաճախ նշանավոր ու բարեկամ հանդիսացող երգիչ մենակատարները մասն էին կազմում կանազի համերգային ծրագրերին։ Հարգանքի արժանի երաժիշտները իրենց բարձր պրոֆեսիոնալիզմով առավել լիարժեք ու ամբողջական էին դարձնում համույթի գործունեությունը։ Երաժշտախմբի կենդանի կատարումները վարպետության օրինակներ էին։ Մի շարք կոմպոզիտորների պարային ստեղծագործությունների առաջին կատարողն էին և հեղինակված գործերը քննություն էին բռնում հանդիսականի առաջ։ Աշոտ Լեյլոյան, մենք խմբի ղեկավար ունեինք, Խաչատուր Ներսյան ունեինք, շատ լավ, շատ պարկեշտ մարդիկ էին ու շատ նվիրված իրենց գործին։ Գևորգ Մանուկյան ունեինք, ակարդիոնիստ, որ շատ հոյակապ ակարդիոնիստ է։ Խաչատուր Ավետիսյանն էլ մեր մոտ եկավ, բայց ամենաշատը Ծովակ Համբարձումյանի երաժշտության տակ ենք բարում։ Մշտապես խոնար էր իր մեծերին, ավագներին, ակնտացանքով էր։ Չկան դրանք ափսոս, Սրբույր Լիսիցյան, Վահրամ Արեշտակեսյան, Էդվարդ Մանուկյան, Զարե Մուրադյան, Ազատ Ղարիբյան։ Ու պարտադիր էր համարում նորերի հարգանքով վերաբերմունքն ու օգտակարությունը օրվա ավագներին։ Ով քեզ օգնեց, ումի շնորհակալ պիտի լինես։ Ամեն մարդ պիտի մտածի եւ հարգել մեծերին եւ միշտ կարողանա բարիք պարգևել մարդկանց, ընկերներին, ծնողներին, մեծերին։ Մեծ կենսափորձն ունեցողն անշուշտ տեսել էր շատերին, անվանի մարդկանց, ովքեր զարմանալի էին, սքանչելի, կարոտում էր նրանց ու իրեն մեղադրում, որ անհամարձակ եղավ մի շարք արվեստագետների մոտենալու շփվելու, իսկ ժամանակն անողոք էր։ Մինչև կյանքի վերջ շարունակ զարմանում էր նրանց բարեկրթությամբ ու վարվեցողությամբ։ Գնում էին սենց այդ հին մեծերը, մեկը Հրաչյան Ներսեսյան բան, ծանոթները, որ գալիս էին ահագին մի 10 մետրի վրա կամ 5-6 մետրի վրա հանում, սենց գնում էին, չէ, քայլելով, մեկ էլ հանում էր շլապեն սենց, նայել, երկուսն էլ սենց դնում էին ու իրար կողքով անցնում էին։ Այ հետարքիր սովորություններ կան այն ժամանակ, հա։ Մեծերը ոնց էին բարևում էլի։ Հիմա մեկը մի հատ տենմա 10 ժամ կանում խոսում, որ ես խոսում, այ մարդը կարող է զբաղված, չէ, կանգնած խոսում, այ մարդը գնում է փողոց։ Անվանի պարուսույց բեմադրիչը նաև հրաշալի ամուսին, հայր ու պապիկ էր։ Իր մտահղացումներով, ուրախություններով ու դժգոհություններով կիսվում էր ընտանիքի հետ, կրկին լիցքավորվում ու վաղ առավոտից զբաղվում էր սիրելի գործով, պարարվեստով։ Ընտանիքի անդամներից ոչ մեկ չշարունակեց իր գործը, ինչպես մեզանում շատ հաճախ ընդունված է, բայց չէր տխրում, քանզի համարում էր իրենց մասնագիտական ընտրության մեջ հաջողակ մարդիկ են ու հակված չէր որևէ մեկին պարտադրելու։ Փոքր հասակում ես ամաչկոտ եմ եղել, հիմա չգիտեմ դա իմ մասին կասեն թե չէ, բայց այն ժամանակ երբ որ ինքը պարում էր, ես մտնում էի աթոռի տակ, բայց ոչ մի րոպե չեմ գնացել պարի։ Ես պարում էի, իրանք ամաչում էին։ Ես որ բեմի վրա պարում էի, իրանք ամաչում էին, որ ես իրան պապան պարում այնտեղ բեմի վրա։ Զարմանալի բան էր այն ժամանակ։ Ընտանիքին սիրահարը հպարտ էր իր Էդգար Թորնիկով, ում մի շարք ստեղծագործությունների պարային լուծումները հեղինակեց ու անսահման ոգևորված էր նրա հաջողություններով։ Շատ լավ հասկանում էր, զգում էր երաժշտությունը, ես կարծում նաև դրա մեջ իր հաջողությունը իր բեմադրությունների։ Նա ասում էր, ես անգամ պաուզաներն եմ բեմադրում երաժշտության մեջ, այդ
տպավորվել է։ Գանջումյանը ուրեմն բեմադրեց մտորում ստեղծագործություն, այն ստեղծագործությունը, որ առաջինն էր այդ գործունեության մեջ եւ հայրենիք երգի նկարահանումներին օգտագործվեց հենց Գանջումյանի բեմադրված պարը, որը շատ sense յուրահատուկ երանգ հաղորդեց ամբողջ տեսահոլովակին, ասես մի հատ էս կտոր նորից նվագի, ինչ որ հենց մի անգամից սկսում էր բեմադրել։ Համերգներ, պրեմիերաներ, հյուրախաղեր ու կրկին փորձեր։ Ասում են արտիստի համար փորձերն ավելի հետաքրքիր ու սպասված են, քան պրեմիերաներն ու համերգները։ Անդադար փորձեր, անընդհատ լարում, միաժամանակ հաճույք։ Այդ հաճույքից ոչ մեկ չպիտի զրկվեր։ Նրա սաները հազարավորներն են, որոնց մի մասը շարունակեցին իրենց սերտացի փոխանցումը նորերին, հիմնելով բարային ստուդիաներ ու համույթներ, մի մասն էլ իրենց գործունեությունը շարունակեցին արտերկրում վարպետի սկզբունքներով ու մեթոդիկայով եւ իրենց բառացանկում ներառելով գյանջումյանական բեմադրություններ։ Մեծ լումա ունի Կանասպարի անսամբլը, ինչպես մեզ համար, այնպես շատ մեր տարբեր սերնդի բարող բարույների համար, որոնք տարբեր երկրներում իրենց պարախմբերն են հիմնել եւ շարունակում են այն հրաշալի ավանդույթները, որ մենք ձեռք ենք բերել Կանասպարի անսամբլից։ Մեր հրաշք ղեկավար Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանի ղեկավարությամբ։ Նորանկախ Հայաստանի դժվարին ժամանակներում էլ պարախումբը գործեց ու համերգներով հանդես եկավ անկախ խոչընդոտող հասկանալի իրողությունից։ Միայն թե գոհացնեն իրենցից ակնկալիք ունեցող հանդիսատեսին, որոնց համար դժվարին տարիներին ոգևորության աղբյուր էին դարձել։ Հնարավորությունները սուղ էին, փորձասրահները ցուրտ, գրիմանոցները նեղ ու անհամապատասխան։ Պիտի տեղավորվենք, այս հարմարությունները, ինչ ոչ իման չկա։ Էլ ավելը ոչ հարմար։ Դե դուք դի արագերա գնաց գաց, բայց ոչ կա։ Ու անկախ այս ամենից տոնական էին ու ջերմ, համերաշխ ու սիրով։ Յուրաքանչյուրն իր բեմելին պատրաստվում էր ամենայն պատասխանատվությամբ, ճշգրիտ ու կանոնիկ գիտակցումով, որ բեմը ոչ մի արդարացում չի հանդուրժում։ Ու տոն պարգևող համերգներ, հանդիսատեսին ջերմացնող ազգային ու ժողովրդական պարերի հրաշալի կատարումներ։
նաև օտարազգի բազմազան բառեր, որոնք ունեին եւ ճանաչողական եւ բարեկամական նշանակություն։ Տարիներն իհարկե մտերմացրել ու բարեկամացրել էր կանացցիներին։ Հաճախ կարոտով հավաքվում էին, հիշում, պատմում, վերարժևորում արարվեստում իրենց ապրած կյանքը։ Ահա, երբ պարողները պարում են ոչ թե հանդիսատեսի, այլ հենց իրենց համար, մտերմիկ ու գողտրիկ մթնոլորտ ու միջավայր, երբ վաստակել են միմյանց մտերմությունը, տարիների փորձառությամբ ապացուցված ընկերությունն ու հարգանքը։ Դրանց մի մասը ցավոք այլևս մեզ հետ չեն։ Իսկ իրենց կյանքը շարունակողները երբեմնի նախորդ կազմի պարողները հաճախ ինքնաբուխ ու կարոտով միանում էին բեմում գործող կազմին, փաստելով միջսերնդային անկախտելի կապն ու յուրաքանչյուրի համար կանազ անունի նվիրական լինելը։ Ցանկացած առիթ օգտագործում էին հավաքվելու համար, ես հիշում եմ, որ մեր տունել էին գալի, հին ավանդույթը կար նոր տարվա։ Միշտ իրենց համերգներին միշտ ներկայ եմ գտնվել, որպես հարազատ ինձ կոլեկտիվ, իմ ընկերներ, եւ միշտ հպարտացել եմ, ես միշտ ասել եմ, որ ես ծնվել եմ Կանազից, որպես պարող կայացել եմ, այսինքն իմ առաջին քայլերը եղել է Կանազում, իհարկե այդ անցած դպրոցը ինձ շատ օգնեց, որպես պարող կայանամ պրոֆեսիոնալ պարարվեստում։ Վաստակաշատ մանկավարժ Պարուսույց Սուրեն Գյանջումյանը հետագա տարիներին իր պարախմբից բացի դասավանդեց Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում, Աբովյանի անունը կրող Հայկական պետական մանկավարժական համալսարանում, ակտիվորեն գործեց Հայաստանի պարարվեստի գործիչների միությունում փոխնախագահի կարգավիճակով։ Ընտրվեց միության նախագահ Վանուշ Խանամյանը եւ այդ ժամանակ նաեւ փոխնախագահ Սուրեն Գյանջումյանը։ Փոխնախագահ է ինքը, բայց մենք ես ինչ նախագահ, ինքը ինչ փոխնախագահ, մենք ընկերներ ենք, ինչ լավ բան է գիտեք հին ընկեր լինելը։ Իհարկե իրենք ելներով իրենց հետաքրքիր տեսակետից երբեմն վիճում էին մեր ներկայությամբ, երբեմն իրարից նեղանում էին, ընդամենը 10-15 րոպե հետո մոռանում էին։ Հիմա չգիտեմ հիշողություններն էր ված, թե իրենց կամեցողությունը, որ վիճեցին անցավ հիմա անցան առաջ, բայց այն ինչ որ Գյանջումյանը իսկապես Խանամյանին շատ թիկուն կանգնեց եւ դրա կարիքը Խանամյանն ուներ։ Մենք ճիշտ է իրենք կողքն ենք ամեն ինչով, բայց մենք չէինք հասկանա։ Մենք չէինք հասկանա այն նրբությունները, այն տարիքի մեծ տարիքի կայացած մարդկանց հոտառությունը մասնագիտական, ինչպես որ երկուսով իրար հասկանում էին։ Տարիքն առած, բայց տարիքին չենթարկվող վաստակի ահռելի բեռով միությանն անդամակցող ղեկավարներից կազմված Վանուշ պարախումբը իր ելույթներով միասնականության ու խինդի երևելի տոնի էին վերածում ամեն բեմահարթակ։
Ես հիշում եմ եւ հպարտանում եմ, որ մենք նույնպես մաս ենք կազմել այդ հրաշալի կոլեկտիվում եւ կարողացել ենք մեր արվեստով ներկայանալ տարբեր բեմերում եւ վայելել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը։ Նա բոլորիս մեջ դաստիարակում էր կարգապահություն, հարգանքը աղջիկների նկատմամբ, մեծերի նկատմամբ, սերը դեպի պարարվեստը, ընդհանրապես հայ մշակույթը, որը որ շատերը չդարձան պարող, բայց վստահ եմ, որ բոլորիս կյանքում ուղեկցեց այդ դիսցիպլինան եւ շատ ցանկանայի, որ Սուրեն Հովհաննեսիչի պարերը չմնային արխիվային դարակներում, այլ պրոպագանդվեին, բեմադրությունները կատարվեին բեմերում, որտեղ ես համարում եմ, որ նրա ձեռագիրը տարբերվում էր։ Գյանջմանը որպես պարուսուց, որպես մանկավարժ մեծատարով մարդ էր, ու նա շատ սիրում էր իր մասնագիտությունը, սիրում էր իր արվեստը եւ աշխատում էր նոր բեմադրություններ անել։ Ես ուզում եմ իմ ասամբլեի վետերանների անունից իմ անունից շնորհակալություն հայտնել պարոն Գյանջիմյանին, որ մեզ ընտրեց։ Շատ խիստ էր, բայց շատ արդարացի խիստ էր։ Ես հիշում եմ կոնֆլիկտներ, որ ինքը ունենում էր ժյուրիի կազմում կամ ինչ-որ միջոցառման ժամանակ։ Ինքը ընդունում էր, ինքը հասկանում էր, ինքը գիտեր, սովորել էր, որ որն է հայկական, որն է ազգայինը։ Սուխիշվիլի, Ռամիշվիլի Վրաստանի պետական անսամբլը, որ ուզում էր հայկական պար ունենար, նայել էր շատ խմբերի, պետական խմբերի եւ մեր կանազի նայել էին վիդեոները, ընտրել էին Սուրեն Գյանջիմյանին եւ հրավիրեցին, ես այն ժամանակ անսամբլում պարում էի Կանազում, հրավիրեցին Վրաստան, մեկ շաբաթ թե երկու շաբաթ մնաց, բեմադրեցին հայկական կիսաավանդական, կիսաբեմական, բեմադրական դարալագյազներ այս հանրահայտ լավ հայկական պարը, որի հիմնադիր բեմադրողը Գյանջիմյանն էր։ Կյանք սիրող, իսկապես օժտված մարդ էր եւ չէր սիրում կեղծավորություն, սիրում էր ազնվություն փոխհարաբերություններում եւ միշտ շիտակ է սիրել ապրել, ես դա նկատել եմ։ Ես շատ ուրախ եմ, որ ինքը շատ բաներ վերանայեց ուրիշ ձևի եւ մի տեսակ հոգեվոր ապրումների մեջ հեռացավ կյանքից։ Ինքը որ պարկում էր, անպայման քնելուց առաջ աղոթում էր, խաչակնքվում էր, նոր քնում էր, ասում էր մայրս ասեն սովորացրել ինձ։ Իսկ մեջը միշտ եղել է, աստծո պաշտպանությունն էր խնդրում։ Ուրախ եմ, հպարտ եմ կամ երջանիկ եմ, որ Սուրեն Գյանջիմյանը իմ պապիկն է։ Եղել չեմ ասում, է։ Կանասցի յուրաքանչյուրն առանձին ու բոլորը միաժամանակ մի ամբողջ կյանք բարձրացան բարձրունքներ։ Ընթացքում միմյանց գտնելով, ապա վերագտնելով բարձրացան ու որովհետև պարողի կյանքը պարարվեստում կարճ է, սկսեցին իջնել, իրենց հետևից թողնելով ոսկե մեդալներ, գրամպրիներ, մրցանակներ ու փառք։ Կանաս համույթը հայ ժողովրդին ու ոչ միայն տարիներ շարունակ իր բեմադրություններով բարի անթարգմանելի լեզվով պատմեց ավանդույթների, այլմինագործների, ձախորդությունների, օսեթների ու վրացիների, մոլդովացիների ու գնչուների, զմրուխտի շորորի հայ քաջերի, եղեգնաձորցիների, Էրեբունի, Արտաշատի, Նայիրյան աղջիկների, Երևանի հայոց բերդի հաղթանակների ու ուրախությունների մասին։ Կանաս համույթը 60 տարեկան։